Լիլիա, մեկ ամիս առաջ դոլարը գնում էինք 392 դրամով, 1 դոլարը, այսօր 396, թեև մի քանի օր առաջ նաև 395 էր իջել մինչև, խնդրելու եմ բացատրես, թե ինչ է կատարվում, որոնք են պատճառները սրա ու հաշվի առնելով հետագիծը ու նաև տնտեսական այլ գործոններ, որոնց բնականաբար ինձնից լավ է տիրապետում, այսպես ցածր պահպանվելու է, բարձրանալու է, ինչով է սա պայմանավորված, ինչ սպասենք թեկուզ կարճաժամկետում։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր հարցադրում է, հատկապես հետաքրքրությունների տեսանկյունից, հանրային։ Իրականում չի պահպանվելու այս իրավիճակը, որովհետև մենք գործ ունենք ընթացիկ զարգացումներով պայմանավորված փոփոխությամբ։ Նախ, որպեսզի հասկանանք այդ պատկերը, պետք է մշտապես հիշել եւ հասկանալ, որ արտարժույթի փոփոխությունը, փոխարժեքի փոփոխությունը շուկայական օրենքներով է պայմանավորված, քան արտարժույթի քանակով մի կողմից եւ նաեւ տնտեսագիտական ավելի եթե մոտեցում դրսեւորենք, շատ կարեւոր է հասկանալ, որ վերջին տարիներին մեզ մոտ ավելի շատ դրամն է արժևորվել, քան արտարժույթը արժեզրկվել։ Ես չեմ մանրանա դրա բացատրության մեջ, բայց այդտեղ կա իհարկե բովանդակային տարբերություն։ Ընդհանուր առմամբ հիմա այս պահին որոշակի արժեզրկումը պայմանավորված է նույն զբոսաշրջային հոսքերով, որոնք իրենց հետ բերել են արտարժույթ։ Սա այս վիճակը բնականաբար երկար չի կարող մնալ։ Լարջ կձգվի մինչև։ Կարծում եմ այնքան ժամանակ, քանի դեռ այս զբոսաշրջային հոսքերը կլինեն, զարգացումները չեն կարող կանխատեսել, որքան կայուն կլինեն, հա։ Հետևաբար մենք ունենք այստեղ այդ հանգամանքը, մյուսը նաև արտաքին գործոններն են, որոնք չեղարկվում են։ Իդեպ այսօրվա անդրադարձը նաև ինչ որ իմաստով պայմանավորված է այդ արտաքին գործոնների հետ, որովհետև խոսելու ենք տնտեսության, տնտեսական աճի եւ դրա որոշ որակական բնութագրիչների մասին։